Dzień dobry, witam Państwa bardzo serdecznie. Լեհաստանի նախագահ Անդջեյ Դուդան այսօր անակնկալ հայտարարեց, թե սառեցնում է դատական համակարգի վիճահարույց փոփոխությունները, որոնք բազմահազարանոց փողոցային ցույցերի պատճառ էին դարձել, արժանանալով նաև Եվրամիության կոշտ քննադատությանը։ Բարեփոխումների կարիք կա, բայց դրանք չպետք է բաժանարար գիծ դառնան հասարակության ու պետության միջև, հայտարարեց Դուդան, խոստանալով վետո դնել ընդունված 3 օրենքներից 2-ի վրա։ Polska potrzebuje bardzo reformy wymiaru Լեհաստանը արդարադատության համակարգի բարեփոխման շատ մեծ կարիք ունի եւ ես լիովին աջակցում եմ այդ բարեփոխումներին, սակայն ես աջակցում եմ խելամիտ փոփոխություններին, որոնք կերաշխավորեն դատական համակարգի արդյունավետ աշխատանքը եւ կբարձրացնեն արդարության ընկալումը երկրում։ Որպես նախագահ ես հոգու խորքում համոզված եմ, որ առաջարկվող փոփոխությունները անվտանգությունն ու արդարադատությունը չեն ամրապնդելու։ Nie zwiększy. Փոփոխությունները նախաձեռնել էր իշխող օրենք եւ արդարություն կուսակցությունը, առաջարկելով պաշտոնանկ անել դատական համակարգի անկախությունը երաշխավորող արդարադատության ազգային խորհրդի անդամներին, նորերին էլ նշանակել խորհրդարանի կողմից, որի 2 պալատներում իրենք են մեծամասնություն կազմում։ Բացի այդ, առաջարկվում էր ընդլայնել արդարադատության նախարարի լիազորությունները, նրան տալով շրջանային ու դաշնային դատարաններում միանձնյա դատավորներ նշանակելու իրավունք։ Փաստացի դատական ողջ համակարգը հայտնվում է իշխող կուսակցության ձեռքում, պնդում էին ընդդիմադիրները, առաջարկված փոփոխությունները որակելով որպես հեղաշրջման փորձ ու բռնապետության հաստատում։ Ես այդ գործընթացին չեմ մասնակցել, այսօր հայտարարեց նախագահ Դուդան։ Projekt ustawy o Sądzie Najwyższym przed jego złożeniem w Sejmie nie był mi przedstawiony jako prezydentowi Rzeczypospolitej. Ցավում եմ, որ առաջարկված օրենսդրական փաթեթը ինձ երկրի նախագահին չի ներկայացվել։ Այդ իսկ պատճառով ես որևէ խորհուրդ չեմ տվել։ Քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի ունեցել նաև շահագրգիռ կողմերի մեծ մասը։ Այդ իսկ պատճառով ես որոշել եմ ետ Սեյմ ուղարկել Գերագույն դատարանի եւ Արդարադատության ազգային խորհրդի մասին օրենսդրական փոփոխությունները։ Ustawę o Sądzie Najwyższym. Այժմ նախագահական վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ է պատգամավորական ձայների 3/5-ը, որը օրենք եւ արդարությունը չունի։ Վերլուծաբանները փաստում են, խորհրդարանական կառավարում ունեցող երկրում սա նախագահի առաջին հարվածն է իշխող մեծամասնությանը, որի կողմից էլ հենց 2 տարի առաջ առաջադրվել էր երկրի նախագահի պաշտոնում։ Հաղորդվում է, որ իշխող կուսակցության ազդեցիկ առաջնորդը նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկին նախագահի հայտարարությունից անմիջապես հետո եկել է կուսակցության գրասենյակ արտահերթ ժողովի, լրագրողների հարցերին չի պատասխանել։ Կառավարության անդամները սակայն խոստովանել են, որ նախագահն իրենց անակնկալի է բերել։ Ընդդիմադիր դաշտում մինչդեռ շտապել են ողջունել նախագահական նստավայրի մոտ հավաքված բազմահազար ցուցարարները շնորհակալություն են հայտնել, միաժամանակ կոչ անելով վետո դնել նաև վիճահարույց 3-րդ օրենքի վրա։ Մենք ուզում ենք 3 վետո, ինչպես տեսնում եք, հենց դրա համար էր մեր պայքարը, որպեսզի բոլոր դատարանները լինեն ազատ ու անկախ քաղաքական գործիչներից։ Կարծում եմ նախագահը շատ ճիշտ քայլ արեց, տպավորություն է ասես նա, թեկուզ դանդաղ, բայց սկսել է ինքնուրույն որոշումներ կայացնել օրենք եւ արդարություն կուսակցության առաջնորդ Կաչինսկիից անկախ։ Դուդան գնաց դժվարին, բայց խիզախ քայլի իր հերթին հայտարարել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, ժողովրդավարության առաջամարտիկ ու նախկին նախագահ Լեխ Վալենսյան, կոչ անելով ընդդիմադիրներին շարունակել պայքարը։ Եվրամիությունը, որ մինչ օրս կոշտ քննադատում էր այս փոփոխությունները, սպառնալով դրանց ընդունման դեպքում պատժամիջոցներ կիրառել եւ անգամ Լեհաստանին զրկել ձայնի իրավունքից, առայժմ զգուշավոր է արձագանքում նախագահական վետոին։ Բրյուսելին ժամանակ է պետք այն գնահատելու համար, այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակը, տեղեկացնելով Եվրամիության կառավարությունն այս հարցը քննարկման կդնի առաջիկա չորեքշաբթի։